Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան, եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ նրա կյանքը չընդհատվեր։ Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ պետական տարբեր պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր։ Եռաբլուրում ՔՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանն առիթը բաց չի թողել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատաններին թիրախավորելու համար պնդելով, նրանք ամեն ինչ պետք է անեին, որ գերի չընկնեին։ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ նշել է, որ Արցախը վերադարձնելու հնարավորություն տեսնում է։ Ես տեսնում եմ Արցախը վերադարձնելու հնարավորություն։ Ասեմ, թե երբ եմ տեսնում, երբ խաղաղությունը ճիշտ պլանավորենք, երբ ազգովի միասնական լինենք, երբ վերադասին պետություն հայրենիք սիրենք, այն ժամանակ ամեն ինչ գալու է իր տեղը, ասաց Պողոսյանը։ Ազգային ժողովն այսօր 64 կողմ 5 դեմ 0 ձեռնպատ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ վերջնականապես ընդունեց Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հայտարարեց, որ հետագայում հանդես են գալու նոր փոփոխությունների նախագծով։ Արդեն նախկին օրենսգրքի վերջին քառատողը դարձել է երկրորդ, եւ ապա երկրորդ եւ երրորդ քառատողերը համապատասխանաբար դարձել են երրորդ եւ չորրորդ։ Այսօր ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Թանդիլյանին Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Թանդիլյանին հիվանդանոց ուղեկցեց ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նշենք, որ այսօր 5-րդ օրն է, ինչ Մանեթ Թանդիլյանը հացադուլ է հայտարարել հաջակցություն Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ պատանների։ Ավելի ուշ Հերացի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Մանեթ Թանդիլյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, այժմ գտնվում է մասնագետների հսկողության տակ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, հայտնել են հիվանդանոցից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին ժամը 22:05-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։ ՊՆ-ից նաև հիշեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ արգելված ներգործությունն անընդունելի է Հայաստանի համար։ Այս մասին այսօր ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Գեգամ Նազարյանի հարցին, թե ինչ է անում Հայաստանի դիվանագիտությունը գերիներին հետ բերելու եւ հարցը միջազգային հանրության ուշադրությանն արժանացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը պնդեց, անում են ինչ հնարավոր է եւ առաջնորդվում են չվնասելու սկզբունքով։ Եթե հարց է առաջանում, թե ինչու արդյունք չկա, ես միշտ բերում եմ 2023-ի դեկտեմբերի օրինակը, երբ մեր հայրենակիցներ վերադարձան Հայաստան։ Մեր գնահատականը հստակ է, արգելված միջոցներով, այդ թվում ֆիզիկական, հոգեբանական եւ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն։ Դա բնականաբար անընդունելի է մեզ համար, հավելեց կառավարության ղեկավարը։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանն այսօր հայտարարել է, որ 2018 թվականին հրապարակում կային Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ կողմնակիցներ, այդ թվում նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև Հայաստան դաշինքի ներկա падգամավորները։ Նա տեղեկացրել է, որ սքրինշոթերը լուսանկարներ ինքն ունի։ Երկրորդ նախագահի որդին Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանն էլ նշել է, որ 2018-ին հրապարակում չի եղել։ Մայթով անցնելուց նկարել են ու հոդված գրել այդ մասին։ Ես նույնիսկ հրապարակով չեմ անցել իմանալով իրավիճակի մասին, նշեց նա։ Քոչարյանը չժխտեց, որ իր հորեղբոր աղջիկը եւս եղել է հրապարակում, նշելով. «Ձեզ թվում է զանգել հարցրել են գնանք թե չգնանք, իմ մերձավորներից մարդիկ եղել են, որ մասնակցել են, կոնկրետ ձեր նշած մարդն էլ է եղել։ Եթե սա փորձում ենք դիտարկել մեղավորություն, որի պատճառով ինչ-որ բան եղել է, սա պրիմիտիվ է, ճիշտ չի», ընդգծեց նա։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ եւ չբացակայելու արգելք։
Այս մասին հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը, նշելով, որ Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել։ Կոստանյանը երեկ հայտնել էր, որ Պաշտոնյան ձերբակալվել է դեռևս նախորդ ամիս քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալության նույն գործի շրջանակում։ Արսեն Կարոյանը 2020-ի փետրվարին Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում է նշանակվել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ։ Այս տարվա փետրվարի սկզբին հաղորդվեց, որ 4 անձ է կալանավորվել, նրանցից 2-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ են, մյուս 2 կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ։ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հասանելի է լինելու 2025 ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։ Ազատության հարցին պատասխան այսօր հայտնեց Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, չհստակեցնելով, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա։ Որպեսզի դա չշահարկվի, ժամկետ չեմ ասի, բայց անպայման 2025 թվականի զեկույցը հասանելի է լինելու ազգային ժողովի լիագումար նիստում, ասաց Քոչարյանը։ Հիշեցնենք, դեռ նախորդ տարի Քոչարյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փակ նիստում, հաշվի առնելով զեկույցում առկա գաղթի տեղեկատվությունը։ Նաև նշվել էր, որ զեկույցը падգամավորներին կներկայացվի հոկտեմբերին։ Քոչարյանը նաև տեղեկացրել էր, թե զեկույցին հետևելու են քրեական գործեր։ Այսօր մարտի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 09:30-ի սահմաններում Գետարկել գյուղի վարչական տարածքում արտաշատի խճուղում բախվել են 44-ամյա Վահագն Հ-ի վարած Hyundai Sonata մակնիշի եւ 32-ամյա Վահե Կ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Շամշյան.com-ի փոխանցմամբ այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում ժամը 13:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գաբրիել Միքայելյանը իր վարած Իվեկո մակնիշի բեռնատարով Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 83-ամյա Միշա Դավթյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն։ Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Շամշյանի տեղեկություններով վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եւ երջանիկ եղեք։